Կասեք, ինչ գործողություն է այստեղ կատարվել եւ փաստորեն պարզապես աջակցի տուն է, հա? Հարգելիս, ես այս պահի դրությամբ ինչ-որ ավել տեղեկություն չեմ կարող ներկայացնել, քանի որ անձամբ այդ անձանց հետ չեմ ճանաչում։ Իմ ունեցած տվյալներով, տեղեկություններով հանդիսանում էին ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցներ, թվով 3 անձ այս բնակարանից ձերբակալվել եւ տեղափոխվել էին։ Ինչպես տեսնում ենք, բնակարանի շինության դուռը բաց վիճակում էր գտնվում, սա բնակարանի արտաքին դուռն է, հա, որը բագ է մուտք գործում։ Փագը հեռացել են։ Փոքր-ինչ առաջ ոստիկանության աշխատակիցները եկան, ոստիկանության աշխատակցի միջամտությամբ բնակարանի բագի դուռը բացվեց, 2-3 ոստիկաններ մուտք գործեցին, ինչպես բոլորը տեսակ, բնակարան եւ դուռը ներսից փակվեց։ Հիմա մեր մոտ հարց է առաջանում, թե ոստիկանները ներսում ինչ պետք է անեն։ Եթե դեպքի վայրի պահպանություն էր խնդիրը, դեպքի վայրի պահպանություն կարող են իրականացնել դրսից, քանի որ բնակարանը ցանկապատված է եւ բնակարանը բոլոր հնարավոր տարբերակներով կարող են ոստիկանության աշխատակիցները շրջափակեն եւ բնակարանում պահպանություն իրականացնեն։ Պարադից չէ, որ պետք է անձամբ մտահոգություններ կան, որ որևէ բան այնտեղ կարող է հայտնվել, որից տեղյակ չեն լինի։ Մտահոգություն կա, որի վերաբերյալ փոքր-ինչ առաջ ահազանգել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Տեղեկություն չունեմ ես։ Բայց ասում են մեր գործողությունները օրենքի շրջանակում է, բայց օրենքի շրջանակում պիտի նաեւ այդ ողջամտությունը լինի, օրենքի տառին համապատասխան լինի։ Չի կարող օրենքի շրջանակներում լինել, եթե անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունք է խախտվում։ Պարզ բան ասեմ, թե սա անձի բնակարանն է, ֆիքսենք, հա, ցանկապատված է, հստակ սահմանազատված է եւ ոստիկանության աշխատակիցները որպես դեպքի վայրի պահպանություն պետք է իրականացնեին փողոցի հատված է, այսինքն այն հատվածից, որը հանրային հատված է, ոչ թե անձի անձնական հատված է, հա, բնակարանը դա անձնական տարածք է։ Ինչ օպերատիվ տեղեկատվություն են ստացել։ Օպերատիվ տեղեկություն չի, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա անձանց ձերբակալել են։ Ինչ կասկած։ Ընդրակաշարք տալու դեպքի վերաբերյալ դա տեղեկացել եք ոստիկաններից։ Ձեզ ինչներ չթողեցին, որպես փաստաբան։ Չեմ կարող ինչ-որ պարզաբանում ներկայացնել, թե ինչիներ չեն թողել։ Երևի չեն ցանկացել, որ ներս գործեն։ Գյումրիում իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Ուժեղ Հայաստան։ Եվ առավոտյան նաև Հայաստան դաշինքից էր, չէ՞։ Ճիշտ ասած, Հայաստան դաշինքի մասին լսել է եւս 2 հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետում։ Չեմ կարող ես ինչ-որ մանրամասնություններ ասեմ, տեսեք, սա բնակելի տուն է, հա, քանի որ ինչպես տեսնում ենք, որևէ ցուցանակ փակցրած չէ, որ հա, այլ նպատակներով է օգտագործում, հավանաբար բնակելի տուն է, թվով 3 անձիկ են եղել ձերբակալվածները եւ արդեն իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացել ենք, որ այս պահի դրությամբ գտնվում են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, քերական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում։